Փարտիոչը եղբայրներ քույրեր, այսօրվա համար էլ շնորհակալ ենք, որ Աստված կազմակերպեց հավաքույթը։ Եղբայրներ քույրեր, Աստծո խոսքն ասում է, ոչ մեկը դատարկաձեռը չգնա Տիրոջ տուն։ Եվ այսօր մենք ինչ ենք այսօր բերել մեզ հետ Տիրոջ տունը գալուց, արդյոք մենք փափագով ենք եկել, տարաներ ենք բերել, որ այսօր այստեղից տանենք։ Այսօր Աստված մեզ բան ունի ասելու, արդյոք մենք ի վիճակի ենք տանելու, լսելու, ի վիճակի ենք ընդունելու, պատրաստ ենք արդյոք նրա ասածները հասկանալու։ Տերը թող մեզ իմաստություն տա, այն օրը, որ դժվարության օրա լինելու, այն օրը, որ փորձության օրա լինելու, արդյոք մենք կարանալու ենք դիմանանք, դիմակայենք։ Հովհաննեսն ասում է, երեսի վրա անկավ եւ Մարգարեն ասում է, ես ընկա ու ուշ չմնաց մեջս։ Գետնին ընկա ու մեջս ուշ չմնաց։ Եվ մինչև որ հրեշտակը իրան կպավ ու զորացրեց, որ կարողանա լսի, հասկանա, կանգնի, խոսա եւ այլն։ Արդյոք մենք այդ օրվա համար այսօր ջանք ենք անում ու օրը անտեղի անց չենք կացնում։ Ինչպես որ մեր մնացած օրերը որ անցել են, այսօրն էլ անցնելու է ու մենք ինչ ենք տանելու այսօրվանից։ Ամեն օրը մեր համար պետք է նշանակալից օր լինի, ապաշխարության օր լինի։ Կարդալու եմ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխից ուրեմն 16-րդ խոսքից կկարդամ։ Իրանց պտուղներից նրանց ճանաչեցեք, միթե փշերիցը խաղող են քաղում կամ տատասկիցը թուս։ Այնպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում եւ չար ծառ չար պտուղ է բերում։ Չեք կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղներից ճանաչեցեք նրանց։ Եղբայրներ քույրեր, կարդալու եմ նաեւ ուրեմն 33 խոսքից կկարդամ 12-րդ գլխի Մատթեոս ավետարանի։ Կամ ծառը բարի արեք եւ նրա պտուղը բարի, կամ ծառը չար արեք եւ նրա պտուղը չար։ Որովհետեւ ծառը պտուղից կճանաչվի։ Եղբայրներ քույրեր, ճանապարհ կա, ելք կա չար պտուղը բարի դարձնելու։ Տեսեք ստեղ ասում է ծառը բարի արեք ու պտուղը բարի։ Պողոս առաքյալն ասում է, եղբայրներ, դուք բարությունով լցված եք։ Ես հույս ունեմ ձեր վրա։ Մարդու սիրտը ընդհանրապես չար է ու խաբեբ է։ Մարդու հպարտությունը չի թողում իրան բարություն լցվի մեջը։ Մարդու հպարտությունը չի թողում նոյաղամտություն ունենաս։ Մարդու սիրտը խաբեբ է։ Դու ասում ես
Մարգարեության մեջ ասում է դու մտածում ես, որ քեզանից վերև չկա էլ։ Դու ամենաբարձրն ես։ Քեզանից խելացի, քեզանից հասկացող, քեզանից լավը, քեզանից գեղեցիկը չկա։ Բայց սխալվում ես։ Հպարտությունը մեզանից պետքա դուրս գա, որ դրանք լցվի տեղը, եղբայրներ, քույրեր։ Բարությունը նշանակում է, եթե քեզ բարիք անողներին բարիք անես, Հիսուսն ասում է, ինչով ես նրանցից տարբեր։ Քեզ չարիք անողներին պետքա բարիք կարողանաս անես։ Ինչու ասում քո թշնամուն սիրի։ Քո թշնամուն սիրես, որ լավը լինի ինքը։ Քո թշնամուն սիրես, որ քո սիրտը մաքրվի։ Քո թշնամուն սիրես, որպեսի քո փրկությունը կազմակերպվի։ Որ դու կարողանաս ապաշխարես։ Բացի դրան էլի քո մեջին շատ բաներ կա։ Չար ծառին բարի ծառ անելը հեշտ է արդյոք։ Երրորդ գլուխ 47 խոսքից կկարդամ։ Դարձյալ նման է երկնքի արքայությունը ծովը գցված օրկանի, որ ամեն տեսակի տեսակների ժողովում է, որ երբ որ լցվեցավ, ցամաքը հանեցին ու նստեցին, լավերը ժողովեցին ամանների մեջ եւ անպետքները դուրս գցեցին։ Այսպես կլինի աշխարհի վերջումը, հրեշտակները դուրս կգան եւ կջոգեն չարերին արդարների միջիցը եւ կգցեն նրանց կրակի հնոցի մեջ։ Եղբայրներ, քույրեր, ես սրանից շատ եմ վախենում այս խոսքերից։ Արդարների մեջից ջոգեք, արդարների մեջից հրեշտակները ընկած ջոգում էին չարերին։ Միթե չարը արդարների մեջ գտնվելու է այդքան ժամանակ, մինչև որ հրեշտակները կան սկսեն ջոգելը։ Միթե այդքան ժամանակ չհասցրեց չար լինելը փոխել բարիությունով։ Հռոմեացիս 12-ում Պողոս առաքյալն ասում է. մտածեցեք ինչքան որ արժանա։ Դրանից ավել մի մտածեք։ Հեշտ է եղբայրներ, քույրեր, մտքին կանգնացնելը։ Մտքին ասես հերիքա, այդ ուղղությամբ էլ չմտածես։ Այդ ուղղությամբ էլի միտքը չբերես, որ ինձ այս ինչ մարդը սենց վատ բան ասե, կամ արե, կամ ի վիճակի է դեռանելու։ Հերիքա էլ ինձ չտանջես։ Ստոպ, էլ չեմ ուզում այդ մասին մտածեմ։ Արդյոք հեշտ է կանգնացնելը։ Ես հիշում եմ, որ երբ որ դեռ անաստված էի կուրքերին ենթակա, գիշերները լինում, որ ես չէի քնում։ Մի միտք էր գալի ու տանջում էր ինձ մինչև առավոտ։ Գնում էր, հասնում չգիտես ուր։ Ես չէի կարող կանգնացնեմ այդ մտքին։ Չէր ստացվում։ Թեպետ հասկանում էի, որ այդ միտքը տանելու է ինձ ու չի թողալու քնեմ, հանգստանամ։ Չի թողալու, բայց չէի կարող կանգնացնեմ։ Արդյոք մենք փոխվել ենք, եղբայրներ, քույրեր։
Արդյոք մենք ցանկանում ենք, որ փրկվենք։ Աստծո խոսքն ասում է մարդը իր ճանապարհը ինքն ընտրում։ Դու ուզում ես չար ծառ լինես, թե բարի։ Չար ծառը կտրվելու է ու գցվելու է կրակի հնոցը։ Կրակի համար։ Եղբայրներ, քույրեր, մենք մտահոգվենք այդ ուղղությամբ ինչ թերություն ունենք, ինչն է մեզ խանգարում։ Քանի հնարավորություն ունենք, քանի ժամանակը ձեռքներիս է, քանի չի աշունեք է։ Սողոմոնի իմաստունն ասում է, քանի ջրի ճանապարհին սափորը չի կոտրվե, կամ ջրհորի դույլը։ Այդ օրը ոչ մեկը քեզ չի կարալու օգնի։ Քու անձը, քու եսը այդ օրը ընդհակառակելի է օգնելու, որ կորչես, կորսվես։ Այն մի հատ բան են պատմում, որ ասում են այդ մարդուն չարը շատ օգնում է, շատ փողատալի, շատ բաներ, ինչ ասում է, անում է ու շատ հաջողությունների է հասնում։ Մեկ էլ որ հասցնում է, ասում է դու արխային մնա, ինչ ուզում ես արա, ես կողքդ եմ։ Վերջը գողություն անելա տալի եւ այլն մարդասպանություններ բան, այդ մարդուն որ դատելուս են ելնում, ասում է օգնի, ասում է մի վախի։ Վեճը չգցես ես քու կողքին եմ։ Որ դատավճիռը կայացնում են, որ կախաղան, ասում է դե օգնի է, ես ինչ բան ես ինձ լա ինչ են որոշե։ Ասում է մի վախի կողքիդ եմ։ Վերջը տանում են կախաղանին, թողը գցում են վիզը, աթոռի վրա կանգնացնում են, ասում է օգնի է։ Ասում է այսքան ժամանակ տանջվել եմ, որ քեզ ստեղ հասցնեմ, հմի օգնեմ, ու խփում է ոտով աթոռին։ Եղբայրներ, քույրեր, այդ եսն էլ մեր համար այդ տեսակ ոռոգայթ է, մեր անձը, այդ որ փայփայած պահում ենք, հանկարծ ինքնասիրությանս կպչող չլինի։ Մեկը ինձ վատ բան չանի։ Տես ինչքան կպահեմ մտքիս մեջ, այնքան կպահեմ մինչև առաջից ծնկի կգա։ Եղբայրներ, քույրեր, ելքը դա չի, ելքը ուրիշ է, Աստված մեզ ցույց է տալի, որ բարիով հաղթենք չարին։ Միակ տարբերակը դա է, բարիով, մենակ բարիով, բարություն անելով։ Եթե մենք չենք փոխվե, իհարկե չենք կարա, դա հնարավոր բան չի սովորական մարդի համար։ Մեր տարբերությունը դրա մեջ է, որ մենք փրկությունը այստեղ կազմակերպենք, իրագործենք մեր փրկությունը, որ այդ ժամանակ մեզ դա է փրկելու։ Քու գործերը գալու են քու հետևից։ Քերակինս ասում էր, ես մենակ մի պարծենալու բան ունեմ։ Ասում եմ ինչ ունես։ Ասում է իմ թշնամու երեխեն էլ որ սոված այլել հաց եմ տվել իրան։ Այն սովի տարիներին կանչում էի հաց թխելիս։ Գալիս էին այդ երեխեքը, հալ չկար վրեքները, սոված, բոբիկ, ոչ մի բան չունեին։ Ասում է հաց էի տալի ուտում էին ու այդ նենց ինձ բավականություն էր տալի։ Ես դրանից բավարարվածություն էի զգում։ Հիմա եթե մենք կարողանանք եղբայրներ քույրեր ներենք նրան, որ չի հասնում ներել։ Ներենք նրան, որ արժանի չի ներման։ Այդ ժամանակ Աստված կփառավորվի։ Աստծո խոսքն ասում է, ես տենամ քո սրտի ներսը, դու ախր ինչ ես ուզում անես։ Ինչ է քո միտքը։ Արդյոք քո սրտով հնազանդվում ես իմ ասածներին։
օգնի թող Տերը եղբայրներ քույրեր այդ օրվա համար մենք այսօր հավաքենք զապաս յուղը այնքան հավաքենք որ կողքիններիս էլ տան այնքան մեզ բավականացնի որ մեր կողքինին էլ օգնենք Աստված թող օգնի եկեք աղոթք անենք